Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է երասխսադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Զնման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը։ Օրերս Հոյդան հայտարարեց ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով հավելելով, արժևորելով Հայաստան գործող դաշինքի գործունեությունն առաջնային քննարկումները սկսելու են իրենց գործընկերների հետ։ Հայաստան դաշինքը բանակցություններ է վարելու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նրա խոսքով Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հզդոն պարբերականի հաղորդման, որը ըղում է անում Պակիստանում Իրանի դեսպանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ուղերձ է եղել Թեհրանին, հավաստիացնելով, որ իր վարչակազմը մտադիր չէ ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքական հրավիրելու չափանիշների մասին, անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Ժամանակը ցույց կտա Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի թե ոչ, կգա ժամանակը կվերլուծենք և կհասկանանք, նշել է նա։